Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք եւ դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը, ասում էր անկախության նվիրյալ Մովսես Գեորգիսյանն, ով իր հետևից շատերին էր տանում դեպի երազանքների Հայաստան։ Ազատ Արշակյան, Ստեփան Զատիկյան, Պարույր Հարիկյան, Անդրանիկ Մարգարյան, Աշոտ Նավասարդյան, Ռաֆայել Պապայան եւս 100 համակիրների անուններ, ովքեր դարձան ազգային ազատագրական շարժման առաջամարտիկները։ Նրանց անունից շնորհակալություն եմ հայտնում, որ Ցուցահանդեսը, որ նվիրված է 1954-ից 88 թվականներին ազգային ազատագրական պայքարի համար դատապարտված հայ քաղբանտարկյալներին, բացվել է Հայարդ մշակութային կենտրոնում։ Սա շատ փոքրիկ մի միջոցառում է, ասենք ավազահատիկի չափ մի բանա իրանց ծով տանջանքների դիմաց, ուղղակի ցավում եմ, որ շատերը չկան, այս անկախությունը չեն տեսել, որտեվ եթե նրանք կլնեին, շատ ավելի ուրիշ կլներ մեր երկիրը։ Հայաստանի եւ Սփյուռքի շուրջ 60 նկարիչ ու քանդակագործ նկարել են հերոսներին, որոնք իրենց երիտասարդությունը դրեցին զոհասեղանին, հանուն անկախ Հայաստանի։ Հակոբ Հակոբյանն իր այս կտավում ներկայացնում է Երրորդ հանրապետության ծնունդը։ Պատկերված է Ռաֆայել Պապայանը, որ 1982 թվականին հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա հոդվածով դատապարտվել է 5 տարով։ Անազատության մեջ անգամ այրված լուցկումերով զուգարանի թղթի վրա մեծարենցի ստեղծագործություններն է թարգմանել ռուսերեն։ Ստեփան Զատիկյանի դիմանկարն է, պատկերված է մինչև մահապատժի դատապարտվելը։ Նա եղել է ազգային միացյալ կուսակցության համահիմնադիրներից մեկը։ Միավորման տասնյակ անդամներ բանտերում ու աքսորավայրերում տարիներ են անցկացրել։ Անկախության հոբելյանին նվիրված այս ցուցահանդեսը նկարիչների համար լավ առիթ էր ոչ միայն հիշելու անկախականներին, այլև խոսելու կերպարվեստում ձեռքբերումների եւ կորուստների մասին։ Սովետական ռեժիմը ուներ իր գաղափարախոսությունը եւ ոչ միայն ռեժիմը, ամեն մի պետություն, ամեն մի հասարակարգ, ամեն մի ժամանակահատված ունի իր գաղափարախոսությունը։ Ու այդ գաղափարախոսության համար տվյալ գաղափարախոսը վճարում է կամ պարտադրում է, որ դա գովերք է։ Նույնն էլ սովետական միությունն էր, ինքը վճարում էր բավականին մեծ գումարներ, որ իր տրակտորիստին գովերքեն, իր աշխատավոր մարդուն էր դիտողում գովերքում, դա ված չէր, բայց կային նկարիչներ, որոնք այդ նույն աշխատավորին գովերքելով, այսպես ասենք, գրականության լեզվով, տողատակերում այնպիսի բաներ էին նկարում, որը նաև տանում էր դեպի անկախության գաղափարի, որը տանում էր մի քիչ ուրիշ իզմերի գաղափարի։ Հայ գեղանկարիչներն ու քանդակագործները ինչ որ առումով երջանիկ էին։ Խորհրդային մամլիչը համեմատաբար թույլ էր աշխատում հայկական կերպարվեստի վրա, ասում են նկարիչները։ Այդ տարիներին են գործել Կալենցը, Մինասը, Քոչարը, Զարդարյանը, 60-ականների վերջերին Հայաստանում բացվում է խորհրդային տարածաշրջանում առաջին ժամանակակից կերպարվեստի թանգարանը։ Այնուամենայնիվ երկաթյա վարագույրը փակել էր համաշխարհային կերպարվեստի հետ շփման բոլոր դռները։ Սովետական շրջանում ես ունեցել եմ աշխատանքներ, որտեղ նկարել եմ, ասենք Ռիփսիմե եկեղեցին կամ Խաչկար, կամ եկեղեցին խաչով ցուցահանդեսներից հանել են։ Քանդակագործ Տարիել Հակոբյանը ժամանակակից քանդակագործների, նկարիչների գործերում թեև նկատում է թարմ արտահայտչալեզու, ազատ անկաշկանդ ստեղծագործական մոտեցում, բայց ըստ նրա մեր ցուցասրահներում պակասում է անկախության թեման։ Միթե պետք չէր, որ պետականորեն մտածեն պատվեր տան, արայք խնդրեմ հարկելի նկարիչ քանդակագործներ, 25-ամյակին նվիրված քանդակներ, 25-ամյակին նվիրված կոմպոզիցիոն աշխատանքներ, հրաշալի ժամանակներ ապրեցինք, շատ եւ դառը եւ ինչ որ ազատ ժամանակներ ապրեցինք, ես չեմ տեսնում նման թեմատիկ գաղափարական գործ։ Ցուցահանդեսը կունենա իր պատկերագիրքը, իսկ ստեղծագործությունների մի մասը տեղ կգտնեն Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում եւ Աշոտ Նավասարդյանի տուն թանգարանում։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Մշակութային ազդագիր։